Եվ այսպես ամեն ինչ պատրաստ է և հանդիպումը սկսելու են Վանի խաղացողները կենտրոնից։ Եվ այսպես հանդիպումը սկսված է և հետևենք իրադարձությունների զարգացմանը, շարժում է առաջ, հասավ գնդակին բրազիլացին, փոխանցում է կատարում դեպի Տուգանային հրապարակ, Ռեյս, փոխանցում Գրանադոյին և գնդակն ընթանում է Հայկ Ղազարյանի ուղղությամբ, պայքար խաղադաշտի կենտրոնում հիմա և գնդակը մնում է Վանի մոտ, նշեմ, որ խաղի մրցավարը Արտեմ Գասպարյանն է, նրա օգնականներն են Ատոմ Սևգուլյանը և Արմեն Խաչատրյանը, 4-րդ պաշտոնյա Վարդան Վարդումյան։ Գրանադոն փոխանցում է և 1-0։ Արագորեն Վանը բացում է խաղի հաշիվը, Ջեֆերսոն Գրանադոյի երրորդ րոպեին արդեն այսպիսի իրավիճակ, քիչ առաջ Վանը սպառնալից գրոհ կազմակերպեց, բայց չհաջողվեց գրավել դարպասը, հիմա այդ ամենն ուղղում է Չարենցավանյան թիմը։ Տեսնենք, իրավիճակը Գրանադոն շարժվեց առաջ, Ալեքյանը նրան բաց թողեց և հրաշալի փոխանցում էր և Էրիկի Ռոդրիգեսը, Էրիկին է գոլի հեղինակը, 4-րդ գոլը այս մրցաշրջանում նրա կողմից, Վանի գլխավոր ռմբարկուն է այս կիսապաշտպանը, որը սովորաբար ավելի խորքից է խաղում, բայց սիրում է նաև ժամանել Տուգանային հրապարակ և եզրափակել գրոները, ինչպես նա ձեռքազատվեց Առաքելյանի հսկողությունից, շատ գրոհել, հիմա առավել ևս դա պետք է անի Պերեյրա, փոխանցում դեպի Էրիկին, Էրիկի Ռոդրիգես և քիչ էր մնում դուբլ ձևակերպել Էրիկին, որը ամենուր հասցնում է, հիմա հենց Հովհաննիսյանն է փոխանցումը կատաժում, արվածեց Հրայր Մկոյանը, սայթաքեց Ջեֆերսոն Գրանադոն, այստեղ է Մկոյանը, փոխանցում և մոտ տարածությունից չի հաջողվում գոլ խփել Ջանոյան, Մանուկյան, առաջ է գալիս գնդակով, Մանուկյանը արված և գոլ! Դիրքավորվել են և դաշտի տերերը և հյուրերը, փոխանցում, հարվածելու հնարավորություն թույլ չտվեցին, Ալյոշա Խաչատրյանը հաղթեց օդային պայքարում, Խամես, Սանթոս, Կաֆե, հետ է ուղարկում Խամեսին, Սամուել Ռեյս, սպասում են թիմակիցները փոխանցման, և այդ փոխանցումը Քևին Պերեյրա ընդունեց, հարվածեց և Արգիշտի Պետրոսյանը թույլ չտվեց խաղում Նոայի աչպաշտպան Հովհաննես Համբարձումյանը հասավ հաջողության ընդ որում շատ գեղեցիկ գոլ էր նորից, հարված և Գոր Մանուկյան, այս անգամ Գոր Մանուկյանը կարող է իհարկե նաև փոխանցում ստանալ Աֆյանից, տանգավոր է Ալեքյան և մոտ տարածությունից հարված, փոխանցում Էրիկից և Ղազարյանը դուրս եկավ, բայց Վանը հասնում է հաջողության 2-1, ինչպիսի անհաջողություն ԲԿՄ-ից, Լուկաս Կաֆեն գոլի հեղինակն է, Վանը նորից արագ գոլ է խփում, հիմա արդեն երկրորդ խաղակեսում և Կաֆեն առաջին գոլն է խփում Վանի կազմում, մինչև այս կատարել էր 2 գոլային փոխանցում։ Էրիկին գոլային փոխանցման հեղինակն է, այսօր նա շատ արդյունավետ է և բրազիլացիների կողմից գոլի տոնումը։ 2-1 Վանը կրկին հաղթողի դերում է, Մանուկյանը սկսեց ամեն ինչ, փոխանցեց հետ, Էրիկին ազատ էր, հանգիստ գնդակը ընդունեց, փոխանցեց և թե ինչու նման ձև տեղի ունեցավ, որովհետև Հայկ Ղազարյանի ելքը դարպասից շատ անհաջող էր։ Պետիկ Մանուկյանն էր խաղում Կաֆեի դեմ, բայց իհարկե նա չէր սպասում, որ դարպասապահը նման վրիպում էր թույլ տալու։ Այսպես։ Գենիկ Պետրոսյանը արագացավ, ստացավ գնդակը Պետրոսյան և Բոկով, Դանիլա Բոկովը վերին հատվածում և այդպես գնդակ ավելի քիչ է ստանում և հիմա 2-2 Գրանադո, լավ փոխանցում էր աչ, Մկոյան, փոխանցում և Հովհաննիսյան, Գրանադոն կրկին միացավ գրոհին, Գրանադո արված, բարձր է ստացվում։ Կրկին Գենիկ Պետրոսյան փոխանցում, Աֆյան և Դանիլա Բոկով։ Մրցակցի Տուգանային հրապարակում ևս հաղթող դուրս եկավ, Արգիշտի Պետրոսյան և Նարեկ Հովհաննիսյան, Բոկովն է գալիս առաջ, Բենիկ Հովհաննիսյան
Փոխանցում շեղ է արվածում Էրիկին Հովանեսյանը փոխանցում է արված դիպավ գնդակին Ղազարյանը անցել է գրոյի Սեդրիկ փոխանցում դեպի Էրիկին հասավ գնդակին Էրիկի Ռոդրիգեսը պահեց խաղադաշտում Էրիկին հետ փոխանցեց Սեդրիկ Նարեկ Մանուկյան ընկնում է 11 մետրանոց 11 մետրանոցը նշանակվում ավելացված երկրորդ րոպեին Մկոյան գոլ Վանը վերջին վարկյաններին գրավում է դարպասը և հաղթում ամենայն հավանականությամբ այսօր երրորդ անգամ հաշվի մեջ առաջ հանցնում Չարենցավանյան թիմը իսկ Մկոյանը դարձյալ իրացնում է 11 մետրանոցը ինչպես Շիրակի դեմ խաղում էր այնտեղ էլ հաշիվը դարձրեց 3-2 այստեղ էլ դարձրեց 3-2 սառնասրտորեն Մկոյանը հարվածեց 39-ամյա ֆուտբոլիստը գրավեց 19-ամյա դարպասապահի պաշտպանած դարպասը 20 տարվա տարիքային տարբերություն եւ հարվածը, որը հիասքանչ էր, ուղղակի որևէ շանս չտվեց, թեև Ղազարյանը կռահել էր հարվածի ուղղությունը, բայց բարձրությունն այնպիսին էր, որ գնդակը անհասանելի էր Ղազարյանի համար։ 3-2 Փոխանցում է առաջ դեպի Մնացականյանը, թիկունքում մնացել է բկումայից Մարկ Ավետիսյանը, որն էլ գնդակը հեռացրեց։ Վերջ հանդիպումն ավարտված է գերդրամատիկ խաղ Վանը հաղթեց 3-2 հաշվով վերջնամասում Հրայր Մկոյանի խփած գոլի շնորհիվ այսօր ևս պաշտպանները արդյունավետ էին, ինչպես այս տուրի այլ խաղերում ևս